Ես Գայք Ծառուկյանս ամբողջ կյանքս ապրել եմ իմ երկրում։ Ես այս երկրի մարդ եմ, իմ սիրտը ցավում է, իմ ուզածը, որ իմ ժողովուրդը լավ ապրի։ Ես օրեկան հանդիպում եմ տարբեր մարդկանց հետ։ Մարդիկ մտահոգ են, նեղված են, կոտրված են, հիասթափված են։ Կա խնդիրը, կա պրոբլեմը, կա լուծումը։ Մեր երկրին անհրաժեշտ է երաշխավորած խաղաղություն, որ պատերազմի դռները մեր ժողովուրդը փակի։ Մեր առաջարկած Հայաստանը ամենալավը պետք է լինի։ Բարգավաճ Հայաստան կուսակցություն։ Հիմա էսի լոր բաննա, լորվա խճուղի փամբա գետնա։ Փամբա գետնա ես 100% ես գետնա։ Իսկ քանի օր է այս վիճակնա։ 10 օր ավել։ 10 օրից ավել։ Օ, այս խես մարդիկ բա ոնց են։ Պահ, ստենայ։ Գետը վարար է դուրս է եկե։ Բալա, ստենայ, ինչ վիճակ է։ Մայիսի 4-ն է, գտնվում ենք Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Լորվա խճուղում, որտեղ ինչ-որ արտադրամաս կա ու հիմա Փամբա գետի վարարման պատճառով տեսնում եք, այս ամբողջ տարածքը վերածվել է ավտոմեքենաների եւ քաղաքացիների համար անանցանելի։ Կարելի ասել մին Վենետիկի է վերածվել։ Հիմա տեսնում եք ամբողջ գետը դուրս է գալիս, լցվում է այս տարածք։ Այստեղ էլ մարդիկ են աշխատում։ Մարդիկ ոնց են անցնում այստեղ, որ հասնեն իրենց աշխատավայր, հələ չգիտենք։ Բավականին մեծ տարածք է։ Տեսնում եք, այստեղ է լցվում, բայց ես էլ խցանված է երևի։ Ողով, աղբով, կեղտով։ Ամբողջ տարածքը տեսնում եք ինչ է։ Դրա դեմն առնի, պիտի մաքրեն հավանաբար։ Տեսնում եք ինչ վիճակ է։ Ամբողջ ամբողջ
տարածքը ջրի մեջ պատված է։ Համբակ գետն է, որ ասում վարարել է դուրս եկել ափերից։ Այստեղ երևի ջրային պետական կոմիտեն, Լոռու մարզպետարանը պիտի միջոցներ ձեռնարկեն, սրա դեմն առնեն։ Մենակ բարձր ավտո, ջիպ, վիլիս, ուազ, կամազ, այդպես ավտոները սենց կարա անցնի։ Հենց, տես։ Պայ։ Մեծ մարդը բարձր ավտոյը հելավ։ Մեծ մարդիկ ոնց են աշխատել ուստի։ Ընդեղից լավ եկավ հմի ստեղ։ Ագինը մեծ տարածք է, Վայ։ Ահարն մեծ տարածք է, հա բայց։ Էսը լողավազան է մթամփել։
3 տարի, 4 տարի էս վիճակն է, էլի։ Լստին այ։ Փամբակ գետնա, որտեղից է դուրս տալիս։ Փամբակ գետը, այս հենց այս պատի հետ է փամբակ գետնա։ Պարսպից են կողմ էլի, հա։ Փամբակ գետնա։ Իսկ չեք կարող աշխատեք։ Մարդիկ վարգը վերցրե աշխատատեղեր եք բացել, բայց մի Վենետիկ եղել ես։ Ահա, ժիվոյ հայկական Վենետիկ։ Են լորու ձորն է ուր հանդիպակած, էտա։ Են որ ասում դբա լավը, սրա լավը դե արի մի ասա, այսի խեղճ մարդկանց սարքելա։ Խոշ չէ, հա։ Են կողմ ոնց կարամ անցնեմ։ Էլի, հա։ Հեսա, սաղ դուրս է, բայց ես կարող խմելու ջուրա։ Սա մակսիլա քաղաքը սենց սնբեկով։ Ես խմելու ջուրն ասենց կորում է։ Չէ, խմելու։ Հա։ Գետնի տակից։ Հա։ Դասերն Ոյ։ Պապ մարսպետարան։ Ջրային կոմիտե դիմել եք։ Բա ինչ են ասում։ Կանենք։ Սպասեք դատախազնա որոշելու։ Չգիտեմ ով է որոշում։ Խեղճ դատախազը սրա ինչ որոշում։ Լստին այ։ Տուրիստ, արքես տուրիստ, եկել լրվե ջրի մեջ։ Հանգստանում են, հա, ճիշտ է։ Մի ամբողջ հիմնարկություն կարելի ասել բլոկադայի մեջ է հայտնվել։ Այս հիմնարկը ոնց է կոչվում։ Հիմնարկը Աշոտ Խաչատրյանի ուշպես անուն չունի հատուկ։ Ինչքան աշխատող կաստ է։ Կլեն էլի մարդիկ մի պարապուրդ են մատնվել։ Հապա 4-5 ընտանիք շատ կան, որ ասենք գալիս են ուզում են օգտվել այս ամեն ինչից։ Օգտվող շատ ունեն։ Ամբողջ տարածքը մի ահռելի տարած տեսեք, վերածվում է ճահճի։ Ստենայ։ Մարդիկ ոնց աշխատեն։ Լծվել այն է բոքսերը ոնց մարդիկ աշխատեն։ Այս սրա վրա կարա քելնենք։ Հա, մի քիչ ելնենք։ Չէ լավ։
դարձյալ նույն հատվածում ենք Լորվա խճուղում մի ահռելի տարածք, որտեղ նաև մարդիկ են աշխատում։ Հիմա արդեն ինչքան ժամանակա չեն կարողանում գործունեություն ծավալել, քանի որ Փամբակ գետի բարձրացման պատճառով, հունից դուրս գալու պատճառով տեսնում եք ահռելի տարածք ամբողջությամբ լցված է ջրով։ Ու սրա պատասխանատուն հարևանությամբ գործող նախկին ուժային կառույցների պաշտոնյաների կողմից ստեղծված ինչ-որ օբյեկտներ են, ռեստորաններ, ռեստորանային համալիրներ, սննդի կետեր, ովքեր բառից բուն իմաստով կարելի ասել բռնաբարել են Փամբակ գետը, հողային անօրինական աշխատանքներ են իրականացրել, ինչի համար էլ գետի հունի հերն անիծվել է եւ հիմա տեսնում եք։ Այս խնդիրը ըստ քաղաքացիների արդեն երկար ժամանակ է կա, մարդիկ բազմաթիվ անգամ նույնիսկ գրավոր դիմել են Լոռու մարզպետարան, համապատասխան մարմիններին, նշում են նաև որ խնդրին ծանոթ է ջրային պետական կոմիտեն, բայց ոչինչ չեն ձեռնարկում։ Օր առաջ, այ մամա ջան ջրերի մեջ, օր առաջ սրա դեմը պիտի առնվի այդ ռեստորանի տերերին, այն որ հայտնի մուլտֆիլմի նման են, որ ասում են իշո, թագավորը որ եղնիկը ոսկիները շպրտում է, ասում է իշո, այդ նախկին ուժային կառույցների այդ պաշտոնյաներին պիտի պարտավորեցնեն, նախկին տեսքի բերեն ու գետը փրկեն։ Ինչու գետը փրկեն, որովհետև իր հունից դուրս է գալիս, տեսեք, այստեղ ասում է մարդիկ աշխատում են բուտկի մեջ, հիմա էլ ինչ աշխատել, մի խոսքով վերածվել է վտանգավոր մինի Վենետիկի, հարգելի, ուզեմ նաև հենց այստեղից դիմել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդացյանին, ինչու չէ նաև հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպյանին, խնդրում ենք, որպեսզի դուք հետևողական լինեք և պարտավորեցնեք պատասխանատուների շատ արագ խնդիրը լուծեն։ Այստեղ նաև բնությունն է ապականվում, ոտնձգություն է իրականացվել նաև բնության նկատմամբ։ Համ գրավոր, համ բանավոր մարզպետարան դիմել են, չէ՞ ժողովուրդը։ Գրավոր չէ։ Գրավոր գնացել են հանդիպեն, ասել են մարզպետը մինչև ընտրություն չի պահակն է մենակ։ Գրավոր գրել են չեն բանը ինտերնետով գրել են նամակին ուղարկել չեն նայում։ Ահա որ այ ցավը տանեմ։ Այն կամուրջի վերևից էլ էսա մի հատ նկարեմ։ Կամուրջ ոնց են քելնում։ Հա։ Հա այդ կամուրջի վրայից էլ եմ էլ ուզում նկարեմ։ Ծառերն էլ կփտի է։ Այս Լոռուվա
Աշխարհը հերն անիծվում է։ Տեսնում եք, Փամբակ գետի աղավաղելու, Փամբակ գետը ապականելու, Փամբակ գետի հունը փչացնելու պատճառով ինչ որ ռեստորանային համալիրների սեփականատերեր, ամենայն դեպս այդպես էին նշում քաղաքացիները, Վանաձորում ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, տեսեք, Փամբակ գետը դուրս է եկել ու մի ամբողջ հսկայական տարածք, որտեղ մարդիկ են աշխատում, վերածել է անանցանելի գոտու կամ ինչպես կատակով նշում էին քաղաքացիները, լորին էլ ունեցավ մինի Վենետիկ։ Մարդիկ նշում են, որ մի քանի անգամ այս մասին տեղեկացրել են Նորվա մարզպետարանին, պատասխանատուներին, սակայն մինչև այսօր ոչ մի աշխատանքներ չի իրականացվել, որ գոնե գան, տեսնեն ինչ են անում, պարտավորեցնեն այդ ռեստորանային համալիրների սեփականատերերին, ասեն այո, այստեղ լոդկա պետք է ունենաս, որ մտնես։ Հետաքրքիր է, գետի հունը, որ անիծում էին, պարեկային ծառայությունը սենց օպերատիվ որ եկավ հիմա, այն ժամանակ տեսել է, իմացել է, թե չէ։ Թեպետ այստեղ պարեկային անելիք չունի, անելիք ունի Նորվա մարզպետարանը, ջրային պետական կոմիտեն, հիմա դրա համար հենց այստեղից նորից դիմում ենք ոչ թե Նորու մարզպետին կամ ջրային պետական կոմիտեին, այլ տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդացյանին։ Պարոն նախարար, դուք կարող եք փրկել Վանաձորի այս հատվածը կործանումից։ Տեսեք, այնտեղ գետի հունն է, որ այնպես պիտի գնար գետը, բայց ինչ որ ռեստորանի տերեր ավիրել են գետի հունը, դրա համար էլ, տեսեք, դրա համար էլ գետը դուրս է եկել իր ափերից ու անհարմարություններ ստեղծել։ Եվ սա Վանաձորի գլխավոր կամուրջներից մեկն է։ Էսա տեսեք։ Հեսա։ Այսպես պիտի գնա գետը, այն կողմում ասում են ինչ-որ ռեստորանի տերերը, կալունքի տերերը այդպես էին նշում, թող պարզեն իրավապահները, իրավասու մարմինները թող պարզեն, բերե հող ու քարն լցել, գետի հունի հերն անիծել են։ Դրա համար էլ Փամբակ գետը նույնպես, որ ասում գժվել է։ Էսի իսկական գետի հունն է, ժողովուրդ ջան։ Սա էլ Կիրովականի Վանաձորի կամուրջներից մեկն է, որը քաղաքը կապում է մի մասի հետ։ Գետի հունի հերն անիծել են, դրա համար էլ այս վիճակն է։ Üstünden.
Հենա, ավտոն կանավ չի կար մարդը շարժվի, էսա։ Հեն, լրվար։ Մարդը գնաց, հասա, բայց ուրիշ ավտոներ կաղա չկարնար գնար։ Գետի հունը որ չապականեին, չավիրեին, սենց բան չեր լինի։ Այսենց